Շնորհակալություն։ Ներկուսակցական փայլակին չի։ Ներկուսակցական քարոզարշավի ասում է անվանդակ, ԿՊ-ն քարոզարշավ է իրականացնում, փորձում է միջև բուն քարոզարշավը իր ընկած վարկանիշը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ կա արված, որ չի արվել նախկինում եւ արվում է հիմա։ Վարչապետը չի գնացել մարզերով, չի գնացել գյուղերով, պերաշկի չի կերել, որևիցե ձևով հետաքրություն չի ստեղծել իր շուրջ համացանցում, որևիցե ձևով ինֆորմացիա չի տրվել, ինչ նոր բան է արվում, որը որ առաջ չի արվել, ուղղակի հիմա ինտենսիվ է, հա, շաբաթ-կիրակի օրերը մեկ օր կլինի շաբաթ, կլինի օր կլինի շաբաթ-կիրակի կլինի, ներկուսակցական դուք տեսնում եք, որ ուժեղ պայքար է գնում, քննարկում եք այդ պայքարը, ընտրություններ են տեղի ունենում։ Դա աշխարհում որոշ երկրներում ընդունված պրակտիկա է, հա, Ամերիկայում որ ներկուսակցական այդ քարոզարշավը սկսում է, ոչ մեկ չի ասում որևիցե բան։ Օրենք չի խախտվում, եթե նման դեպքեր կլինեն, կարծում եմ հասարակական կազմակերպությունները, լրագրողները կարձանագրեն, մնացածը դա ներկուսակցական քարոզ արշավ է։ Ես կարող եմ քաղաքացիները ձեր կուսակցության անդամ են, դուք փողոցով քայլում եք, քաղաքացիներին ինչ-որ ձևով կաշառում եք, որովհետև երբ որ ամբողջ Ես ձեզ դատի կտամ, անձամբ ձեզ դատի կտամ։ Դուք կգաք դատարան եւ ցույց կտաք կաշառելու դեպք։ Տեսեք, պարոն Սիմոնյան, լավ չէ, Ռուզաննա ջան, պարզա որ ես ձեզ հարգում եմ եւ դրական եմ վերաբերում եւ ձեր ասացի հետ կապված դատարան չեմ դիմի, բայց չի կարելի տենց ասել, որովհետեւ այն բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ ուղիղ եթերա չէ ամեն ինչ, զապիս չի, ուղիղ եթերա չէ, այն բոլոր դեպքերում, որ մարդիկ գալիս են նույնիսկ ինչ-որ բան են հարցնում, որը որ գոյություն ունի, մենք նույնիսկ այդ ակնկալիքն ու խոստումը, որը որ կառավարության աշխատանքն է, դրա մասին չենք խոսում։ Մենք դրա մասին չենք խոսում, ուղիղ եթերներ կա։ Ոչ, ասում եմ, օրինակները մատնացույց արեք եւ կոնկրետ օրինակ, չէ, տենց օրինակներ չկա։ Ես բոլորին մասնակցել եմ, տեսել եմ, որ եկել են, ասում եմ վարչապետը, չէ, դրա մասին չենք կարող խոսել, ծրագիր են առաջարկում, ասում են կլինի sense բան լինի։ Ասում եմ դրա մասին հիմա չենք կարող խոսել։ Իսկ գիտեք ինչ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից 10 հոգի, 20 հոգի մարդիկ կանգնած ասում են՝ «Մի րոպե կանգնի, պարոն վարչապետ, բան ունենք ասելու», լինի դա նախընտրական պայքար, լինի դա ներկուսակցական նախընտրական, չի կարա վարչապետը ասի, չէ, գիտեք ինչ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար, որը որ վերջերս ասում էր, հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։